միջամտություն, իսկ դեպքերը արձանագրված են, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդ արձանագրումը հրապարակելու, լրատվության միջոցների ներկայացուցիչները ահռելի աշխատանք կատարեցին, իրենք հայտնվում են անհարմար պահերին խախտումներ կատարողների համար, իրանք լուսաբանում էին այդ վարչական ռեսուրսների չարաշահումը, դրա ամենաբուն դրսևորումը օրինակ լռության օրը նախորդող հավաքներին վարչական ռեսուրսով մարդկանց ըստ էության բերելն էր հավաքի վայր ու ԶԼՄ-ների հարցումների արդյունքում էր, որ պարզ դարձավ, որ այդ մարդկանց տարբեր պետական կառույցների, հիմնարկների, աշխատակիցների հարկադրաբար հորդորել են անգամ տրանսպորտային միջոցներով, նյութական միջոցները տրամադրելով բերել հասցրել են, որպեսզի ֆիզիկական ներկայություն ապահովեին եւ տեսողական խապկանք լիներ, որ մարդիկ ունեն աջակիցներ։ Խախտումների տեսակներն էլ իրենց բնույթով, ինչպես ասացի, բովանդակային ու տեխնիկական են լինում, ընդհուպ ամենատարրական խախտումներից օրինակ տեսախցիկներ։ Մենք գիտենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես կանոն օրենքի տառին համապատասխան ունենում է ուղիղ տեսակապ, ուղիղ հեռարձակում տեղամասային կենտրոններից, որը պետք է լինի անխափան, բայց որ համատարած կերպով տարբեր տեղամասային կենտրոններում, որոնք մի շարք այլ նպատակներով ծառայած կառույցներ են լինում, մենք հայտնաբերել ենք դիտորդական առաքելությունների ընթացքում այլ տեսախցիկներ, այնպես չէ, որ դրանք հատուկ դիտավորությամբ տեղադրված են լինում, կամ լինում է դեպքեր, որ անգամ անջատված են լինում, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հատկապես համայնքներում, ոչ քաղաքային մարդկանց շանտաժային տարրեր ենք ֆիքսել, արձանագրել, մեզ տեղեկացրել են, որ մարդկանց ասում են, որ այդ տեսախցիկներով վերահսկելու ենք ձեր ընտրությունը, այսինքն փորձում են միջամտություն իրականացնել եւ մարդու ընտրական իրավունքի գաղտնիությունը, մարդու ուղիղ անաչառ ազատ ընտրական իրավունքի վրա որոշակիորեն ներազդել։ Ես սա կուզեի կոչ լիներ Վաղարշապատ համայնքի մեր բնակիչներին ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոքի, որ որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու վերահսկելու ձեր ընտրությունը։ Մենք ներկայացված ենք լինելու բոլոր տեղամասերում, մենք վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը եւ որևէ կերպ իրենք չեն կարողանալու արձանագրել, թե դուք քվյախցի հետևում որ ուժի քվյաթերթիկն եք նախընտրելու։ Կրկնում եմ, ընտրական իրավունքի գաղտնիությունը երաշխավորված է, դա քրեորեն պատժելի արարք է ու անգամ եթե քաղաքացին ինքն իր ընտրությունն է բացահայտում, դա եւս պատժելի արարք է համարում։ Նախ տեղամասային կենտրոնում որևէ մեկը քարոզչություն իրականացնելու իրավունք չունի եւ տեղամասային կենտրոնից դուրս էլ որևէ մեկը քաղաքացիներին հորդորելու, ուղղորդելու իրավունք չունի։ Կարևորագույն ուղերձը կանում է նրանում, որ քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքն է իր քվեի տերը եւ եթե քաղաքացին նախ չի գնում տեղամասային կենտրոն իր քաղաքացիական պարտքը կատարելու եւ իր ընտրական քաղաքական իրավունքը իրացնելու, իր փոխարեն ընտրում է այն մարդը, ով գնացել է տեղամասային կենտրոն։ Սա կարևոր ուղերձ է, որը պետք է նաև նպաստի մեր քաղաքացիական հասարակության կայացմանը, որովհետև Երևանի ավագանու ընտրությունները բավականին մտահոգիչ էին իրենց մասնակցելիության աննախադեպ ցածր թվով։ Դա եւս ուղերձ է հասարակությունից դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերին, որ կա վստահության նահանջ եւ մարդիկ ընդհանրապես չունենալով այդ վստահությունը կամ նախասիրությունը որևէ քաղաքական ուժից, անկախ դրանք կլինեն ընդդիմադիր թե իշխանական, իրենք ուղղակիորեն բոյկոտում են ընտրությունները չգնալով տեղամասային կենտրոններ։ Հիմա ես լիահույս եմ, որ Գյումրին այլ պատկեր ցույց տվեց, այդ մասնակցելիությունը տարբեր ուժերի, արդյունքը նաև էականորեն տարբերվող եղավ, որովհետև նախորդող ընտրությունների համեմատ գրեթե կրկնակի տոկոսային հարաբերակցությամբ շատ մարդեր գնացել տեղամասային կենտրոններ։ Հիմա Վաղարշապատի ընտրությունների հետ կապված երախտիկս նախ ուզում եմ նաև ընդգծված հայտնել լրագրողական համայնքի ներկայացուցիչ Լիա Սարգսյանին, ով փութաջան աշխատանք է իրականացնում անընդհատ լուսաբանելով խախտումները
եւ մենք դրանք եւս արձանագրում ենք առանձին փաթեթային կերպով իրավական վերլուծություններով ներկայացնելու ենք այդ խախտումները, արդեն կան արձանագրված վարչական իրավախախտումներ, նաև քրեական օրենսգրքի տրամաբանությամբ հանցագազմի ենթադրող արարքներ, օրինակ հենց մեր ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը ասում է, որ ընտրությունների նշանակման օրվանից ի վեր վարչական ռեսուրսի շահարկումը կամ նվիրատվությունը, բարեգործությունը, որը որոշակիորեն կարող է առնչվել ընտրությունների մասնակից